Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Մեր անվանի հայրենակցի ներկայացնելու համար, եթե թվարկենք նրա տիտղոսները, արժանինքները, մի քանի ժամն էլ չի բավականացնի, այդ իսկ պարզ պատճառով ընդհանրապես մեջբերեմ մեր վարպետի Ավետիք Իսահակյանի հետևյալ գնահատականը։ Քանի դեռ երկրի երեսին ապրում է գետ մեկ հայ, կհիշվի մեծատաղան լեզվաբան Հրաչյա Աճարյանը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աճարյանին։ Մեր հաղորդման հյուրերն են բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Բատիկյանը, բարի գալուստ, եւ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Հրաչյա Աճարյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աճարյանը ծնվել է 1876 թվականի մարտի 8-ին Պոլսի Սամաթիա թաղամասում, կոշկակարի ընտանիքում։ 1889-ից 93 թվականներին սովորել է Պոլսի կենտրոնական վարժարանում։ 1895-ից 98 թվականներին Սորբոնի համալսարանում աշակերտել Անտուան Մեյեին, Ստրասբուրգի համալսարանում Հայնրիխ Հյուբշմանին։ 1894 թվականին դասավանդել է Կարսի Սանասարյան դպրոցում, 1898-ից 1902 թվականներին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ուր վայելել է Ղրիմյան հայրիկի հովանավորությունը եւ մոտ հարաբերություններ ունեցել Կոմիտասի հետ։ 1902-ից 4 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում եւ Շուշի հրավիրել Մեյեին։ Շուշիում ամուսնացել է Արուսյակի հետ, 1904-ից 5 թվականներին դասավանդել է Թավրիզի Արամյան դպրոցում, 1905 թվականին Նոր Բայազեթի դպրոցում, 1906-ից 18 թվականներին Նոր Նախիջևանի դպրոցներում, 1919-ից 23 թվականին Թավրիզի դպրոցներում, 1923 թվականին հայրենադարձվել է եւ մինչ մահ դասավանդել է Երևանի Պետական Համալսարանում, վայելել ուսանողների անկեղծ սերն ու հարգանքը։ 1930 թվականին Մեյեն հրավիրել է Սորբոնի համալսարանում պրոռեկտորի պաշտոն վարելու, սակայն Աճարյանը գերադասեց մնալ իր հայրենիքում։ 1935 թվականին ամուսնացել է Սոֆիկի հետ, ով դարձել է նրա առաջին օգնականը։ Ունեցել են դուստր։ 1937-ից 39 թվականներին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է։ Մահացել է 1953 թվականի ապրիլի 16-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ 1957 թվականի մայիսի 12-ին բացվել է հուշարձանը, հիշատակի խոսք է ասել Ավետիք Իսահակյանը։ 1897 թվականին ընտրվել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ։ 1937 թվականին Չեխոսլովակիայի ակադեմիայի թղթակից անդամ։ 1943 թվականին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամ։ Գերազանց տիրապետել է շուրջ 20 լեզվի։ Հեղինակ է ավելի քան 250 աշխատության, որոնց տպված ծավալն անցնում է 32,000-ը։ Կոթողային աշխատանքները վերաբերում են բարբարագիտությանը, աղբյուրների թարգմանությանը, պատմությանը, բանասիրությանը։ Համաշխարհային ճանաչում են ստացել Աճարյանի հետևյալ երկերը՝ հայոց լեզվի պատմություն 2 հատոր, լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների 10 հատոր, հայերեն արմատական բառարան 7 հատոր, հայոց անձնանունների բառարան 5 հատոր։ Աճարյանի անունով են կոչել Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտը, համալսարան, դպրոց եւ փողոց Երևանում։ Կանգնեցվել են հուշարձաններ։ Պարոն Սաքապետյան, դպրոցական տարիներին, ասենք 10 տարի սովորում ենք, դպրոց ավարտում ենք, բայց այդպես էլ ինչպես հարկն է, կարգին մեր լեզվի, մեր մայրենի լեզվի քերականությունը չեն կարողանում յուրացնել սովորել։ Եվ այդ առումով հարցս ուզում եմ ուղղել եւ խնդրեք ներկայացնեք Աճարյանի լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների։ Միայն այս աշխատության, բազմահատոր այս աշխատության վերնագիրը արդեն խոսուն է եւ պատկառանք է ներշնչում։ Աճարյանի վաստակի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա լիակատար քերական, բազմահատոր լիակատար քերականությունը։ Ասեմ, որ այս գիրքը բազմաչարչար եւ այսպես տարաբախտ ճակատագիր է ունեցել։ Հայտնի է, որ Աճարյանը իրեն իր ստեղծագործությունների համար տպելու համար իրենից հետո ժառանգ է նշանակել ակադեմիկոս Էդվարդ Աղայանին, որը սրբորեն կատարել է իր սիրելի ուսուցչի բոլոր պատգամները, գիտեր թե ինչպես պետք է լինի, եւ այլ լիակատար քերականության
հատորները մի մասը ավարտուն տեսք ուներ, մի մասը կիսավարտ էր, մի մասը ընդամենը այսպես ուրվագծերի տեսքով էր եւ աղայանը պատրաստել էր հետեւյալ հաջորդականությամբ առաջին հատորը պիտի լիներ ներածություն, հետո պիտի գային խոսքի մասերը եւ այլն բայց այդ ներածություն հատորը, որը նվիրված էր ընդհանուր լեզվաբանական խնդիրների, մարդը, հասարակությունը, բնությունը, այստեղ մարքսիզմի հետ ինչ որ աղերսների խնդիրներ ցակեցին, Ստալինը եւ լեզվաբանության հարցերը պիտի գար հետո այս բոլորը խանգարեցին։ Եվ Աղայանը իր մի աշխատանքում գրում է, որ այսպես շրջանցելու համար պաշտոնական մամլակները եւ այլն ավելացնում է, այսպես ասած մարքսիստական տեսք է տալիս եւ դրանք դնում է փակագծերի մեջ, որպեսզի երևա, որ դա Աչարյանի գրածը չի։ Դա ուղղակի այսպես խմբագիրն է բանարել։ Բայց նույնիսկ այս պայմաններում ներածությունը չի տպագրվում։ Եվ շարվածքը պահում են, իսկ տպագրված մասը այրում են 50 թվին։ Սակայն դրա փոխարեն տպում են առաջին հատոր որպես ածական, բոլորովին այսպես խախտվում է բնական հաջորդականությունը, հետո Ստալինի մահից հետո 55 թվին նոր տպվում է ներածություն, արդեն հարկ եղած ձևով։ Կարծեմ 600 լեզվի հետ է ցանկացել չէ Աջարյանը, բայց այդ բոլորը ընդհանուր վերնագիրն է եւ առհասարակ Վանդրիեսը հայտնի լեզվաբան այսպեսի մի միտք է արտահայտել, որ լեզվաբանության ընդհանուր տեսությունը կարող է տալ այն մարդը, որ աշխարհի բոլոր լեզուները գիտի եւ կարող է դրանք համադրել, հակադրել։ Չկա աշխարհում այդպիսի մարդ, չի կարող լինել, բայց ահա պարզվում է, որ կա եւ դա Հրաչյա Աչարյանն է, որը կարողացել է այդ բոլորը համադրել։ Մնացած հատորները աստիճանաբար լույս տեսան, մեկը մեկից արժեքավոր, նուրբ դիտողություններով, լեզվաբանական ընտիր մեկնաբանություններով եւ օգտվելով առիթից, որ այստեղ է նաեւ մեր սիրելի պրոֆեսոր Բադիկյանը, ասեմ, որ վերջին հատորը Խաչիկ Բադիկյանը եւ պրոֆեսոր Սերգեյ Գալստյանը հրապարակեցին 2 տարի առաջ էր, ասում եմ։ Խոշորացույցն էլ ես նվիրեցի կարծեմ, թղթիկների վրա գրված, մանր, դիտողություններ, ուրվագծեր եւ այլն, բոլորը կարգի բերին հրատարակեցին եւ փառք ու պատիվ այդ գործը անողներին, որոնք շարունակեցին Աչարյանի, իրենք արդեն Աչարյանի սանը չէին, բայց սանի սանն էին, թորնիկն էին եւ այդպես կարողացան Ես Պապիկի լեզվաբան Պապիկի այո, վերջին հատորը կատարել են։ Սեղանին դրվեց, կարծեմ 2 տարի, թե 3 տարի առաջ էր։ 3 տարի առաջ։ Այո։ Պարոն Բադիկյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար եւ այսօր պետք է օգտագործենք այն ձևակերպումը, որ Աչարյանի մասին եթե խոսում ենք, աշխատանքը եզակի երևույթ էր համաշխարհային լեզվաբանության մեջ նմանատիպ երկրորդ աշխատանք չկա եւ նման ձևակերպումներ։ Այդ առումով խնդրում եմ ներկայացրեք Աչարյանի հայերեն արմատական բառարանը։ Առաջին հասկից վերնագիրը պարզ է արմատական բառարան, նման բառարան երևի բոլորին թվավոր թե հայերեն լեզվում աշխարհում դա անվանում են ստուգաբանական բառարան, թե մյուս լեզուներում կարող է թվավոր տասնյակներով եղել է, սլավա ռուսներն էլ ունեն, բայց նաև այդ համաշխարհային լեզվաբանության մեջ է դա աննախադեպ էր արմատական բառարանը։ Այո, անհրաժեշտ եմ գտնում հadoop ընդգծել, որ Աջարյանի ոչ միայն լիակատար քերականությունը, ինչպես նշեց պարոն Սահակապետոյանը, եւ ոչ միայն արմատական բառարանը, ոչ միայն անձնանունների բառարանը, ոչ միայն նրա հայոց պատմության վերաբերյալ եղած լեզվի պատմությունը այդ 3 հատորներով եզակի դեպքեր են մեր հայոց ոչ միայն լեզվաբանության, այլև պատմության, գրականագիտական ինչքան աշխատություններ ունի 3 հատորը։ Նույնիսկ բանաստեղծություններ է գրել։ Եվ արմատական բառարանի վրա Աջարյանը աշխատել է շատ երկար տարիներ, ամբողջ կյանքի ընթացքում,
երբ իր ծննդավայրի այն Արամյան դպրոցում Պոլսի։ կենտրոնական վարժարանում էլ սովորում էր, նա հավաքում էր բառերը, գրում էր, հավաքում էր իր մոտ եւ հետաքրքրվում էր այս բառը որ լեզվից ծակած կլինի, այս բառը ինչ պատմություն կունենա, այս բառի իմաստները ինչքան իմաստներ կունենան եւ այլն, եւ որ գնաց Սորբոնի համալսարանում սովորելու, Սորբոնի համալսարանում պրոֆեսոր Մեյեն արդեն ծանոթ էր այդ գործին, որովհետև Աջարյանի հոդվածները նա կարդում էր եւ շնորհավորեց Աջարյանին, որ այդպիսի աշխատանք է կատարում եւ ասեց, որ ես չգիտեմ մեկ ուրիշ լեզու, որ այսպիսի բառարան ունենա։ Սա եզակի դեպք է լեզվաբանության պատմության մեջ։ Եվ այդ բոլորը ձեռագիր էին, դեռ ձեռագիր էր Աջարյանը գրում, եւ դեռ իր Կոստանդնուպոլսում սովորում էր, այդպես էլ գնաց ձեռագիր, այդպես էլ Էջմիածնում Գևորգյան ճեմարանում, որ սովորում էր, 2 տարի էլ այնտեղ սովորեց, այնտեղից էլ համալրեց բառարանը, եւ այսպես ձեռագրով ինքը եւ իր առաջին կինը Երջանկահիշադակ Արուսյակը միասին ասում է ինչպես փոքր երեխային էին գուրգուրում ու պահում, այդպես էլ այդ բառարանի ձեռագիր էջերը Քաղաքից քաղաք տեղափոխում իրենց։ Հետը տանում էր ու ոչ մի բան այդ թղթերը։ Միայն արմատական բառարանն է Ոչ մի իր աշխատանքները։ Այսպես այդ բառարանը նա իր հետ տարավ ուրեմն Պարսկաստան, տարավ Թավրիզ, այնտեղ նորից սկսեցին աշխատեցին, համալրեցին եւ երբ վերադարձավ Երևան, արդեն նա Փարիզից, որ եկավ, նախ գնաց աշխատեց Շուշիում, եւ բարբառը հատկապես ուսումնասիրելու համար նրան գրավում էր Շուշին, ուրեմն 1902 թվին գնաց Շուշի, այնտեղ հրավիրեց նաեւ իր պրոֆեսոր Անտուան Մեյեին, Մեյեն էլ եկավ, տեսավ, հիացավ, Շուշին մարգարիտ է, ասեց Մեյեն, եւ Աջարյանի աշխատանքներն էլ գովերքելով Շուշի այդ բնությունը ասեց, Աջարյանը թոքերից հիվանդություն ուներ, որովհետև Փարիզում նա բոլորը գիտեն, կենսագրությունը կարդացել է, նույնիսկ օրվա մեջ 2 գազարով է ապրել, կոշիկ մաքրելով է իր օրը անցկացրել, վագոնների պատուհանները լվանալով է օրը անցկացրել, Եվ մի կիսամյակ աշխատել է փող է հավաքել, որ մյուս կիսամյակի փողը վճարի եւ սովորի Սորբոնում։ Այսպիսի դաժան ճակատագրով։ Դաժան, Անվանի գիտնականների բոլորի կամ մեծ մասի կյանքն էլ այդպեսին է եղել։ Ընդհանրապես Ուրեմն մեծ դառնալու համար պետք է անպայման տառապած կյանք ունենալ։ Այդպես է ձևը, բոլոր մեծ մարդիկ երիտասարդ տարիքում, պատանի տարիքում տառապում էին։ Ինչու։ Մի բան էլ ես ընկեր պարոն Բադիկյան հիշեցնենք, այդ արմատական բառարանը 7 հատորներից վերջինն է տպարանում տպվել, 6 հատորը ձերքով կոշտ, ես ձերքս վերցնում, ինչպես ասում։ կոշտ թուղթ է այն խանութում որ բան են փաթաթում, այդ ձևի թղթերի վրա ծերունական ձեռագրով իր ձեռքով կիսակույր վիճակում այդ մարդը գրել է։ Մի աչքը բոլորովին չէր տեսնում, մի աչքը կիսով չափ էր տեսնում։ Եվ այդ վիճակում նա այդ գործը արել է։ Սա սխրանք է, հերոսական աշխատանք է կատարել։ Ամեն պատկերացրեք մենք բողոքում ենք ինչ որ պայմաններից, ինչ որ բաներից, բայց մեր մեծերի այս զրկանքներին դիմանալով արժեքներ ստեղծելը տեսնում ենք, սա երևի մեզ բողոքումին նորմալ մեծ արժեք գործեր չեն կարողանում ստեղծենք։ Պարոն Սաքապետյան, արմատականից անցնենք, խնդրում եմ հայոց անձնանունների բառարանը ներկայացրեք, սա նույնպես լեզվաբան չլինելով ես հանդերձ, բայց սա էլ համոզված է, որ եզակի երևույթ է։ Յուրօրինակ բառարան է եւ ուրիշ լեզուներ ունեն նման բառարան։ Չէ, ինձ ծանոթ չեն այդպիսի։ Ես էլ հետաքրքրվեցի, ուրիշ լեզուներում չկար անձնանունների բառարան։ Գրերի գյուտից սկսած, այսինքն գրային շրջանից սկսած, մինչև 15-րդ դար
մատենագրության մեջ, վիմագրության մեջ, պատմական տարբեր հիշատակարաններում նշված բոլոր հատուկ անունները, անձնանունները նա հավաքել է, տալիս է նախ անվան բացատրությունը։ Ինչ է նշանակում։ Ասենք Ռուբեն իմ անունից սկսեմ, նշանակում է ահա որդի։ Եբրայական այսպես բացատրում։ Դրանից հետո թե որ Ռուբենը ինչ կենսագրություն ունի, ինչ է արել։ Բոլոր անվանի Ռուբեններին, Բոլոր անվանի Ռուբենների, խաչիկներին, ավակներին էլ հավանաբար։ ես հաղորդումից առաջ հատուկ իմ անունը նայեցի։ Բոլորի մասին եւ սա հանրագիտարան է։ Հիմա այսօր մենք հանրագիտարաններ կազմում ենք մի ամբողջ ինստիտուտ լծված համակարգիչներով եւ այլն մարդը մենակ, միայնակ, ֆիզիկապես թույլ, անկարող, բայց կարողացել է անել այս սխրանք, այս մեծ գործը։ Ճիշտ նկատեցիք ամեն մի աշխատակաճարանի մի ինստիտուտի մի ակադեմիայի գործ է դա։ Այո, սուտ չի լինի այդպես ասելը, սա շատ քիչ է նույնիսկ, որովհետեւ դարերի հիացմունքը պիտի նրա այս սերունդներ են կրթվում նրա գործերով։ Եվ այդ բոլորը չեմ ասում դեռ լեզվի պատմությունը, գավառական բառարանը, այնուհետև բազմաթիվ հոդվածները, կոնկրետ բարբառների ուսումնասիրությունները, ինչին նա մոտեցել է, ինչին նրա ձեռքը դիպել է, դարձել է այդ ճյուղի հիմնադիրը հայագիտության մեջ։ Այո, այո։ Մենք չենք ունեցել բարբառագիտություն, Աճարյանով է սկսում, գիտական։ Մենք չենք ունեցել լեզվի պատմություն, Աճարյանով է սկսում, դրա գիտական մեկնաբանություն։ Եվ այսպես շարունակ բոլոր ճյուղերում հայոց լեզվի տեսությունը, շարավությունը, հնչյունաբանությունը, ընդհանուր լեզվաբանությունը, լեզուն եւ փիլիսոփայությունը, որ մեկն ասեմ, հարց չկա որ շրջան։ Այս անթիվան համար օգտվելով հնարավորությունից մեր հերոստատիտողներին ցանկանում եմ կոչ ուղղել, որպեսզի յուրաքանչյուրը եթե ուզում է իմանալ իր անվան, ծագումը եւ բացատրությունը եւ նաեւ իմանալ թե իր անունը կրող ինչ նշանավոր 5-րդ դարից սկսած ինչ նշանավոր մարդիկ են եղել, հրա մեր Աճարյանի հայոց անձնանունների բառարանից վստահելի աղբյուր չկա։ Պարտադիր չէ լինել լեզվաբան, սակայն համենայն դեպս այդ մի բառարանը, անձնանունների բառարանը պետք է մեր յուրաքանչյուր հայրենակցի հետաքրքրի։ Պարոն Բադիկյան արդեն նշվեց հայոց լեզվի պատմության մասին, որ Աճարյանը նաև հայոց լեզվի տարբեր ճյուղերի բնագավառների հիմնադիր կամ սկզբնավորող եղավ։ Խնդրում եմ ներկայացրեք նրա հայոց լեզվի պատմություն այդ երկաթոր կոթողային աշխատանքը, որը նույնպես նրա տասնամյակներ աշխատանքների ամփոփումն է։ Սա էլ եզակի երևույթ է լեզվաբանության մեջ եւ ընդհանրապես հայերենագիտության մեջ։ Եզակի երևույթ է ինչու, որովհետեւ Աճարյանը ոչ թե տալիս էր իրեն ծանոթ ինչ որ գրականությունից, ինչ որ ամսագրերից, ինչ որ չտեմ որտեղից օգտված նյութերը, այլ որտեղից որտեղ պրպտում եւ գտնում էր հինավուրց եղած արխիվային նյութեր եւ այդ արխիվային նյութերի վրա նա դրանք վերծանում էր, վերականգնում էր եւ դրանց վրա ստեղծում էր նորը եւ նույնիսկ Աճարյանը շատ խելացի տրամաբանություն ուներ։ Նա շատ խելոք մտածում էր թե այս հարցը, որ այստեղ քննարկվել է, ինչ նպատակ է ունեցել եւ սրա արդյունքը վերջում ինչ պետք է լինի։ Եվ այսպես նա հայոց լեզվի պատմությանը զուգահեռ տալիս էր նաեւ հայ ժողովրդի պատմությունը, երկու հատորով օրինակ ժողովրդի պատմությունը, հայ գաղթականության պատմությունը, օրինակ ով կարող է հիմա ասել թե քանի երկրներում կան հայ գաղթականներ եւ Աճարյանը բերում է խնդրեմ 58 երկրներում 15 թվականից առաջ եւ դրանից հետո էլ այդ եղերնից առաջ ու հետո եւ այդ երկրներում նա բերում է հայ ժողովրդի տարբեր երկրներում եղած ժողովրդի կենսագրությունը, անցյալը եւ ինչով են զբաղվում դրանք ամենակարևոր որ այդ ժողովուրդը պարապ չէր նստում, գրում էր եւ ստեղծագործում եւ արարում այո։ Գրում եւ ստեղծագործում էր։
Այստեղ ուզում եմ անպայման հիշադակել, որ նա շատ մեծ գործ արեց նաև, շատ մեծ գործ արեց, որ ամբողջ լայն հասարակայնությանը ծանոթացրեց, սա իր անձնանունների բառարանում է, ինչպես նշեց ընկերս Հակոբեդոյանը, որ ռուսները, ռուս ժողովուրդը, որ ինչպես նշում են Անտուան Մեյեն, այն ժամանակ դեռ երբ ռուսները դեռ գոյություն չունեին, այն ժամանակ երբ դեռ Ֆրանսիա բառը գոյություն չուներ, հայերը ունեին իրենց մշակույթը, իրենց կուլտուրան, իրենց գիր ու գրականությունը եւ ռուսները հայերի շնորհիվ ընդունեցին քրիստոնեությունը, սա շատ հետաքրքիր բան է, գիտեք։ Երկու բան լրացնեմ ես։ Դա երկհատոր ստվարածավալ ուսումնասիրություն է, առաջին հատորը սկսվում է վաղնջահայերենից, հայ ժողովրդի կազմավորումից, ձևավորումից, ճիշտ է նա տուրք է տալիս այն ժամանակ տարածված, եկվոր, այսպես եկվորների տեսությանը, որ հայերը գաղթականներ են այստեղ եկել են Բալկաններից, որ այսօր հերքում ենք, դա այդպես չէ, բայց բոլոր դեպքերում դրանից հետո ուզում եմ ասել հասցնում է մինչև իր ապրած օրերը արևմտահայերենի մասին առաջին ուսումնասիրությունը գիտական կատարում է նա եւ նշում է արևելահայերենի եւ արևմտահայերենի մերձեցման ուղիները, որոնք մենք այսօր դեռ պրպտում ենք եւ որոնում ենք։ Ինքը դեռ այն ժամանակ այդ բաները մտածել է եւ արել է։ Պարոն Բատիկյան, առաջին հասկից ինձ թվում էր, որ Աճարյանը որպես նման բազմազբաղ եւ ակադեմիական գիտնական լեզվաբան ուրիշ ձև է պատկերացնում չորուցամակ կաբինետում փակված որպես գիտնական մռայլ, այո, մռայլ բառը չէ ուզում օգտագործել։ Ինչ ասում եք, դա Աբեղյանին է վերաբերում։ Սակայն ինձ համար պարզվեց, որ Աճարյանը շատ կենսուրախ, նույնիսկ զվարթախոս մարդ է եղել եւ նաեւ ժամանակակիցները եւ նա կյանք ուսումնասիրողները միանշանակ փաստում են, որ ոչ մի երկրորդ հայ գիտնականը չկա, ում մասին դեռ նա կենթանության օրոք այդքան պատմություններ, այդքան անեկդոտներ ստեղծված լիներ եւ Աճարյանի խոսքն եմ ուզում մեջ բերել, նա հակիրճ ասում էր, ծիծաղն ամենամեծ զենքն է։ Խնդրում եմ Աճարյանին որպես մարդ ներկայացնեք մեր հերոստատիտողներին։ Ներկայացնեմ։ Եվ այս գիրքը, որ հրատարակեց ուրեմն Աճարյանի թորնիկը, Հրաչյա Աճարյանը, կրտսերը, այստեղ վերում է ոչ միայն Աճարյանի բանաստեղծությունները, նա հրաշալի բանաստեղծություններ էր գրում, ճիշտ է, բարձր մագարտակի չէին, որ Իսահակյանին տալիս է, Իսահակյանը կարդում է, ասում է, պարոն Աճարյան, գիտեք, այս անգամ ձեզ հաջողվել է ինչ որ մի քիչ թույլ բանաստեղծություններ գրել։ Ասում է, պահ, քո գրածները շատ են ուժեղ, սիրեցի յարստարանես չէ քո գրածը, սրա մեջ ինչ կա։ Մի օր էլ փողոցում Աճարյանին կանգնեցնում է Իսահակյանը, կանգնեցնում է, ասում է, պրոֆեսոր, շատ ներողություն մի բառ պետք է հարցնեմ, էլի, ասում է, թող հետևում է ինչ որ մի ռուս գեղեցիկ կնոջ, թող ասում է, թող ես գործ ունեմ։ Հիմա քեզ չեմ պատասխանի։ Չէ, ասում է ոչինչ, մի շատ կարճ բառ է։ Դե շուտ արա ես գնում եմ, ասում է, շտաբում եմ։ Դե լուրջ գործի վրա եղել Իսահակյանը խանգարել է։ Պրոֆեսոր, ասեք հլա, ինչ որ մի բառ է ասում, այս բառի ծագումը որտեղից է գալիս բան, մի բառ է, բառը ես ճիշտնացա։ Էական չէ, խնձոր բառն է, հետո։ Պրոֆեսորը Ձերկովանում թողում գնում եք, կարևորը այն է, որ Աճարյանը հումորի շատ բարձր զգացում ուներ, շատ բարձր, եւ դասի ժամանակ, ասում են իր ուսանողները բաներն են պատմում, այդ թվում նաեւ մեր հարգարժան պրոֆեսոր ակադեմիկոս Էդվարդ Տաղայանը, որը դաս էր տվել եւ եղել էր անձնական ղեկավարը, ասում է դասի ժամանակ մեկ հոգնում ենք, ասում ենք ընկեր Աճարյան, հոգնեցինք էլի մի քիչ հանգստանանք, շատ գրեցիք, հա, դե կեսը ջնջեք։ Ասում էր, դե լավ, մի անեկդոտ պատմեմ, հանգստացեք էլի գրենք։
Եվ ասում է անեկդոտների մի անսպար մի Համագիտարան էր երևի, քայլող հանրային։ Եվ պատմում է, ասում է, Պարսից շահը աստիճաններով վեր է բարձանում, ասում է, ծառան էլ հետևից այս թիկնոցի պոչը բռնած բարձրանում է աստիճանների վրա, Աջարյանը այդպես էլ գրում է, ասում է, քամագը կսմթում է շահի, սա դառնում խետ նայում է, ներող կլնեք Շահն Աբրատյանը, ինձ թվաց, թե տիրուհին էր։ Մի անգամ էլ այդ Պարսից շահը իր ծառայի հետ, աղախնի հետ գնում են ինչ-որ որսորդության, ճանապարհը բավականին արդեն տաք էր, շոքոնում են բան, շորերը հանում են, տալիս են ծառային, ինքը այդ շահը եւ տեղակալ է։ Ծառան հետները գնում է, այնտեղ հրացան է, բանը տանում է, շորերը հանում գցում են ծառայի ուսերին։ Եվ այդ շահը ասում է, «Վա, ես խեր մարդը մեկ իշու բեռը տանում», ասում է Շահն Աբրատյանը, երկու իշու բեռ։ Շատ բաներ կա, որը պատմես, որը թողնես, այնքան Դե դրա համար մեր երազատիտոմը խորտ կտանք անեկդոտներ, Աջարյանի անեկդոտների գիրքը վերցնենք Երևի բան բացի այդ նաև անեկդոտ, բայց Աջարյանի կյանքում վերջին շրջանում եղած ողբերգական բաներ եղան, չէ՞։ Նրանց ձերբակալեցին, համալսարանից հեռացրին 49 թվին KGB-ի պատվալներում նա մնաց։ Եթե նրա կենսուրախությունը հումորը չլիներ, այդ ամեն ինչ էր իմանա։ Շուր են արել այդ վիճակում այդ արդեն հոգնած ծերունուն հարցնում է քննիչը, սա էլ է անեկդոտ, որ պատմում են, չգիտեմ որքանով է իրական, հարցնում են, թե քանի լեզու գիտես, դե ասում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, թուրքերեն, արաբերեն, թվում է բոլոր, ասում են, դու ուրեմն Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի լրտեսն ես, այդ բոլոր լեզուները, որ ասում են, դրանց բոլորի լրտեսն ես։ Ասում է համաձայն եմ, ասում է, ավելացրեք նաև ճապոնականը, բայց թուրքականը անեք, ես չէի կարող թուրքական լրտես լինել։ Շատ խոսում բան է սա նրան բնորոշ։ Ասում է, եւ ոչ մի հայ չի կարող թուրքերին ծառայել, թուրքերին լրտեսություն անել։ Հարգելի բարեկամներ, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ։ Մեր հայրենակիցներին Աջարյանի նման աշխարհահռչակ մեծությանը ներկայացնելու համար իհարկե հասկանալի է, որ մեկ հաղորդման, 10 հաղորդման, սա դու ինձ մոտ չեկանք նրա պատկերը ներկայացնել։ բայց գոնե ընդհանուր պատկերացում տվեցինք։ Երողություն, մի բան էլ ասեմ, Աջարյանին ներկայացնել 1 օրում, 2 օրում, նույնիսկ շաբաթներով անհնար է։ Նրա այդ բազմածավալ աշխատությունների մասին խոսել, այդքան հարցերը, որ շոշափել է եւ այդքան եղել է մարդկային, այդքան ուսանողների է սիրել, այդքան սիրել է հարևաներին ու բարեկամներին եւ մի ակրոստիկոս եմ գրել Աջարյանի մասին, որ բնութագրում է իր ամբողջ էությունը, ուզում եմ կարդալ։ Աշխարհի լեզուներն ես ուսումնասիրել, եղել ես գիտությունների կաճառ, ճաշակել ես դառնություններ բազում, մնացել ես տոգուն ու համար, առանց վրհադվելու, տանջվելու, տարել ես վիշտ ու տառաբանք, Ռամինին էլ մտերիմ ես եղել, միշտ սիրել ես աշխատանք, 77 տես բոլորել, վայելելով սեր ու համակրանք, ազնվություն ու բարություն ես քարոզել, հազարավոր էջեր ես դու գրել, նման տիտանական աշխատանք գիտության մեջ ոչ ոք չի կատարել։ Շնորհակալություն։ Այսպես բնութագրել Աջարյանին ամբողջ էությամբ ինձ թվում է ինձ հաջողվել է։ Հարգելի բարեկամներ, հաղորդումը ցանկանում եմ ավարտել մեկ այլ անվանի լեզվաբանի Գևորգ Ջահուկյանի տված գնահատականով։ Նա Աջարյանի մասին ասել հետևյալը. Ամենայն իրավամբ մենք կարող ենք ասել, քանի դեռ ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը, քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայերենագիտությունը, քանի ապրում է հայերենագիտությունը, կապրի Աջարյանը։ Հարգելի բարեկամներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր մեր անվանի հայրենակցին, աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աջարյանին, 140-ամյակը լրացավ այս տարի մարտի 8-ին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։